Ինչպես պարոն Վարդևանյանը ներկայացրեց, այսօր առաջին նիստներ ընթացակարգային, տեխնիկական, աշխատակարգային հարցերով սկսեցինք նիստը։ Ամենակարևոր հանրային ուշադրության ներքո գտնվող հարցը եւս մեկ դատավորի անաչառության հետ կապված օբյեկտիվ խնդիրներն էին, որը Սահմանադրական դատարանը այնուամենայնիվ թողեց անպատասխան եւ այնուամենայնիվ այս լրակազմով կշարունակվի քննությունը մեր դիմումների։ Այս պայդրությամբ ունենք 6 դիմում ներկայացված, վաղվանից նախ ամենակարևորը տեղեկացնեմ, մարդկանց թվում էր, որ այսօր ունենալու ենք պատասխան, հանրային ընկալումը այնպիսին էր, որ այսօր ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընթացակարգով է, մի քանի ժամ է նիստը տևելու եւ ունենալու ենք որոշում։ Սահմանադրական դատարանի պարագայում այդպես չէ, այստեղ ավելի երկարաժամկետ քննություն է ընթանում, որովհետեւ նախ աննախադեպ պատմական իրադարձություն ունենք, որ 7 քաղաքական ուժ դիմումներ են ներկայացրել, բավականին ծավալուն դիմումներ են, բավականին շատ են փաստական հանգամանքները, որոնք պետք է քննվեն այս 15 օրերի ընթացքում ըստ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 15 օր է տևելու մինչև հուլիսի 4-ը եւ մենք ըստ էության, ինչպես Սահմանադրական դատարանը արձանագրեց, ամեն օր նիստ կունենանք, հավանաբար նաեւ կիրակի օրերը, այնպես որ հիմա հաջորդ նիստը տեղի ունենալու վաղը մեկնարկելու է ժամը 11-ից։ Շնորհակալ եմ։